Շրջակա միջավայրի նախարարության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը եւ իրականացված աշխատանքները ներկայացվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ընդհանուր առմամբ 2025 թվականը բնութագրվել է որպես ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման ուղղված օրենսդրական կարգավորումների եւ ընդունված որոշումների տարի, նաեւ միջազգային հարթակում նախարարության դերի ուժեղացման եւ աննախադեպ ներգրավվածության փուլ։ Վարչապետ Փաշինյանը անդրադարձել է վտանգավոր թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրներին։ Վտանգավոր թափոնների ոչնչացման process-ը ինքը X կետում պետք է սկսի եւ Y կետում արդյունավետ ավարտի process-ի պլան պետք է մենք ունենք, դա ինչքան կտևի, չգիտեմ եւ էական էլ չի, բայց մենք պետք է համոզված լինենք, ընդ որում առաջնահերթություններն է պետք գնահատել, որովհետեւ այդ թափոնների ոչնչացման ճանապարհին պետք է գնահատենք առաջինը ըստ առաջնահերթության առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, որ համոզված լինենք, որ այս պահին մեր կողմից ծախսվող միջոցը մաքսիմալ թիրախային է եւ մենք ամենակարևոր եւ ամենավտանգավոր կամ ավելածավալուն տեսակարգշիռները պետք է գնահատենք։ Մենք պետք է արձանագրենք, որ մենք թափոնների կառավարման, վտանգավոր թափոնների կառավարման եւ ջրերի, կեղտաջրերի մաքրման հետ կապված այս առանձնահատուկ ռազմավարական ուղղությունը, որտեղ մենք հետագայում մենք խնդիր պետք է դնենք։ Վարչապետի խոսքով X պահից որևէ օգտագործված ջուր առանց մաքրման չպետք է վերադառնա բնություն։ Այնուհետև Փաշինյանը հետաքրքրվել է մթնոլորտի արտանետումների կառավարման ոլորտի թվայնացմամբ։ Նախարար Մաթևոսյանը նշել է, որ արտանետումներն ավելի կառավարելի դարձնելու համար գործում են թույլատրելի սահմաններ։ Երկրի ղեկավարը հետաքրքրվել է հարցոք ունենք մոնիտորինգի համակարգ։ Գործողությունների ծրագիր ենք մշակել մեր նախարարության կողմից, բայց գործառույթները բաշխված են բոլոր գերատեսչությունների միջև։ Այսինքն նշված է, որ թե ինչ աշխատանք պետք է անենք։ Երկրորդը կոնկրետ հրապարակների կամ հանքարդյունաբերության հետ կապված փոշի նստեցնող սարքերի պարտադիր պահանջը, վարչական պատասխանատվության խստացումը եւ ընդհանուր մոնիտորինգը։ Մենք նաեւ ուզում ենք ստեղծենք մեխանիզմներ, հաշվենք տարբեր բաղադրիչներ, հասկանանք, որը ինչ ծավալի, ինչ տոկոսով է ազդում օդի որակի վրա, որ իմանանք հենց այդ թիրախից սկսենք հարցը։ Ինչ որ հատվածը, որ այդ բային պետք է ազդարենք, որ շինարարությունը պետք է այդ բային դատարեցվի մի շաբաթ, ուրեմն պետք է դատի, բայց դրա համար մենք պետք է ունենանք մեխանիզմներ, որ հասկանանք իրենց կշիռը։ 2025 թվականին էկոպարեկային ծառայության 7 մարզային վարչությունները հայտնաբերել եւ արձանագրել են բնապահպանական իրավախախտման 903 դեպք, ինչի հետևանքով բուսական եւ կենդանական աշխարհին պատճառվել է 429 միլիոն դրամի վնաս։ Նախորդ տարի իրականացվել է 759.6 հեկտար անտառավերականգնում եւ անտառապատում, այդ թվում 170 հեկտար պետական բյուջեի միջոցներով անտառապատում, 90 հեկտար բնական վերաճի օժանդակում։ Վարչապետ Փաշինյանը անդրադառնալով անտառների պաշտպանությանը հիշեցրել է, որ երբ 2019 թվականին կառավարությունն արգելեց է ցաղարծինում անտառների հատումը, դժգոհություն էր առաջացել տեղում։ Եվ երբ որ մարդկանց հետ այն ժամանակ խոսում ենք, ասում ենք դուք առանց անտառ կտրելու կարող եք ավելի այլ միջավայր եւ այլ պայմաններ ունենալ եւ ընդամենը տարիներ առաջ ով անցել է այդտեղով ամառային սեզոնին, հիմա այնտեղ էկոտուրիզմի բիզնես համակարգ է ձևավորվել, երբ որ տարբեր վիլիսներ, նիվաներ եւ այլն մարդկանց բարձրացնում են, սար իջացնում են եւ այլն։ Հիմա նույնը պետք է անել, օրինակ, այդ տրամաբանությունը զարգացնել Սյունիքի մարզում։ Գիտակցության որոշակի խնդիրներ ունենք, շարունակել է վարչապետը։ Սևանա լիճը կանաչում է, ամբողջ Հայաստանը ողբերգության մեջ է։ Ամբողջ ու մարդիկ չեն գիտակցում, որ մեզնից յուրաքանչյուր այդ process-ի մասնակից է։ Այստեղ պետք է մենք անպայման մեր գիտակցության հետ աշխատենք եւ COP17-ը դա մեզ համար հնարավորություն է, որ մենք այդ գիտելիքին հասանելիություն ստանանք եւ հաջող օրինակները կարողանանք բանանենք մասնագիտական կարողություններին հասանելիություն ստանանք, որպեսզի գիտակցության հետ աշխատենք, որովհետեւ շատ լուրջ խնդրեմ է դա, մենք չենք էլ տեսնում, որովհետեւ դա մեզ համար այնքան սովորական է դառել, մեր կենցաղն է, տենց է եւ ամենօրյա այդ բանի մեջ մենք չենք նկատում, թե ամեն քայլի ինչքան ենք ամեն ինչ սխալ անում։ Եվ հետեւաբար կոպ առաջին հերթին շանս է մեզ համար այդ թեմաների հետ առերեսվելու։ Հայաստանը 2026-ին հյուրընկալի COP17 համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելն ու անցկացնելը նախարարության առաջնահերթություններից է։ Վոլոդիա Մուշեղյան, լուրեր։